Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբու ամեն։ Արի Տեր քո հանգիստը և քո ուխտի տապանակը սրբությամբ։ Այսօր ուխտի տապանակի և եկեղեցու տոնն է։ Իսրայելացիների կարևորագույն, մեծագույն սրբությունը ուխտի տապանակն էր, որ Մովսեսը պատրաստել տվեց Տիրոջ հրամանով։ Մովսես մարգարեն 40 օր ծոմ պահեց, ոչինչ կերավ, ոչինչ խմեց, բարձրացավ Սինա լեռը և ստացավ 2 քարե տախտակներ, Աստուծո ձեռքով գրված 10 պատվիրաններն էին նրան, 5-ը հանձնարարելի և 5-ը հրաժարելի, այսինքն 5-ը, որոնք պետք է կատարենք և 5-ը, որոնցից պետք է հրաժարվենք։ Եվ Աստուծո ձեռքով գրված գիր էր դա, երբ Մովսեսն իջավ Սինա լեռից, Աստված պատվեր տվեց կարծր փայտից պատրաստել մի տապանակ, դրսից և ներսից ոսկով պատել, դրա մեջ դնել քարերը 10 պատվիրանների, Ահարոնի ծաղկած գավազանը, սկիհը, սափորը, որի մեջ դրվեց մանանան, ոսկե բուրվառը, որով Ահարոն քահանայապետն էր խնկարկում Տիրոջը, սեղանը, որի վրա սրբություններ էին մատուցում, և այդ սեղանի վրա հովանի էին քերովբեները, որ պատրաստել տվեց Մովսես մարգարեն։ Սա էր գլխավոր սրբությունը իսրայելացիների, երբ հաստատվեց նոր ուխտը, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհի օրենքը հաստատվեց, փոխարեն ուխտի տապանակի կառուցվեց այս սուրբ եկեղեցին, կառուցվեց քարեղեն այս տաճարը, կարծր փայտից էր ուխտի տապանակը, վեմ քարերով ու ժայռերով կառուցվեց սուրբ եկեղեցին։ Եթե ուխտի տապանակը պատվեց ոսկով ներսից դուրսից, ապա սուրբ եկեղեցին օծվեց մյուրոնով, վերից ու վարից, հիմքեր օծվեցին, դրվեցին, խաչ օծվեց, սրբագործվեց ջրով և գինով։ Եթե ուխտի տապանակը կարևորագույն սրբությունն էր իսրայելացիների, ապա մեր սրբությունը սուրբ եկեղեցին է։ Այնտեղ կար սափորը ոսկեղեն լի մանանայով, այսօր սկիհն է սուրբ սեղանի վրա, լի Քրիստոսի մարմնով և արյամբ, երկնքից իջած հացով։ Այնտեղ էր Ահարոնի գավազանը, այսօր սուրբ եկեղեցում ծաղկել է քահանայական գավազանը, որովհետև նոր քահանայապետություն հաստատվեց Քրիստոսի միջոցով, խափանվեց հին ահարոնյան քահանայությունը և հաստատվեց նոր քահանայություն, ծաղկած Մելքիսեդեկի քահանայությունը, և այդ գավազանը այսօր հաստատվեց սուրբ եկեղեցում։ Այնտեղ էր ոսկե բուրվառը, որով Ահարոն քահանայապետը խնկարկություն էր կատարում, անուշ բուրմունք էր բարձրացնում առ Աստված։ Այսօր Սուրբ Աստվածածինն է ոսկե բուրվառը, նրա մեջ դրված է կրակը, այրվող կրակը, Քրիստոս է Սուրբ Աստվածածնի մեջ, հուրն Աստված, լույսն Աստված դրվեց Սուրբ Աստվածածնի մեջ և այրվող կրակը խունկի հպումով դարձավ անուշ բուրմունք, բարձրացավ երկինք, համբարձվեց նստեց Հոր Աստծո աջ կողմուն։ Այնտեղ էր Սուրբ Սեղանը,
որի վրա զոհեր էին մատուցվում, այստեղ է սուրբ սեղանը քարաթև, որի վրա Քրիստոսը անարյուն պատարակումով զոհաբերվում։ Եվ ուխտի տապանակի սեղանի վրա երկու քերովբեներն էին Հովանի, այսպես էլ այսօր սուրբ սեղանի վրա Քրիստոսի մարմնի և արյան շուրջը սերովբեներն ու քերովբեներն ու հրեշտակրանց դասերն են Հովանի, մեզ աղոթակից են, մեզ պարակից, երգում, օրհնաբանում են, փառաբանում են Հորը Որդուն և Սուրբ Հոգուն։ Այսպիսին էր ուխտի տապանակը։ Բազմաթիվ տնօրինական խորհուրդներ, Իսրայելի պատմության կարևորագույն դրվագներ ու իրադարձություններ կատարվեցին Իսրայելի կարևորագույն սրբության ուխտի տապանակի միջոցով։ Անցավ Հորդանան գետը Հեսուի առաջնորդությամբ, ուխտի տապանակի առաջնորդությամբ։ Ուխտի տապանակն էր, որ առաջնորդում էր իսրայելացիներին անապատում առջևից, իսկ հետևից գնում էր սյունը, գիշերները լուսե սյունը, ցերեկները ամպի սյունը։ Եվ ինչպես Պողոս առաքյալն է ասում, թե այդ սյունը հենց մեր Տերն էր Հիսուս Քրիստոս, ուխտի տապանակն էլ մեր Տերն էր, սկզբում և վերջում է գնում մեր Տերը, մեզանից առաջ գնաց և մեզանից հետո է գալույս և մեր մեջ է մեր Տերը Հիսուս Քրիստոս, որտև մեզ խնամում է, նախախնամում ու պահպանում, թե ի սկզբանե, թե այժմ և թե հետո, որտև մեր Տերն է սկիզբն ու վախճանը, ալֆան և օմեգան, ասաց Հովհաննես Ավետարանիչը հայտնության գրքում։ Ուխտի տապանակը Երեմիա մարգարեի հրամանով տարվեց դրվեց մի ժայռի մեջ և ամպը Հովանի եղավ ու փակեց ժայռը, ու իսրայելացիները որքան ման եկան, այլևս չգտան ուխտի տապանակը, այժմ հայտնի չէ, որտեղ է, պետք էլ չի, որ իմանանք որտեղ է, որտև Աստծո հրամանով է դա, և սուրբ վարդապետներ եկեղեցու ասում են, որ ուխտի տապանակը կհայտնվի, երբ Տիրոջ գալուստի ժամանակ, ահա սոսկալի դատաստանի ժամանակ կբացվի նույն այդ ժայռը և դուրս կհանվի ուխտի տապանակը, կտեսնենք այն քարերը, որ Մովսեսը 40 օրեր ծոմով, աղոթքով ստացավ իբրև նվեր Աստվածային երկնքից իջած, կտեսնենք գավազանը Ահարոնի, որ ծաղկեց ու ընկույզ պտղաբերեց, իբրև քահանայական շնորհի մշտնջենավորության, դալարության ու հավիտենականության խորհրդանիշ։ Կտեսնենք Ահարոնի ոսկե բուրվարը, որով խնկարկում էր Տիրոջը և քավություն էր անում ժողովրդի մեղքերի համար։ Կտեսնենք սերովբեներին ու քերովբեներին, որոնք Հովանի էին լինում ուխտի տապանակի վրա, և դրանով կդադարի ուխտի տապանակի առաքելությունը, որովհետև երկնքի արքայության տապանակը կբացվի, հավիտենական կյանքը կգա, և եթե արժանանանք, այնտեղ կտեսնենք վերին Երուսաղեմը, որտեղ իրական կլինի ամեն ինչ, այս օրինակները, այս տվերական նախատիպերը կվերանան, կգա ճշմարտությունը, հավիտենականությունը, և օրհնյալ է մեր Տերը, որ այսպիսի սքանչելիքներ արեց մեզ համար։ Ամեն։